Հայաստանի Հանրապետության 16-րդ վարչապետը, հարգելի բարեկամներ, Հայաստանի Հանրապետության ամենաոչ լեգիտիմ ղեկավարն է։ Մի ղեկավար, որը վարչապետ է դարձել Արմեն Սարգսյանի ստորագրությամբ, նախագահ Արմեն Սարգսյանի ստորագրությամբ, ով ապօրինի նախագահ է։ Մի ղեկավար, մի վարչապետ, ով պետության ղեկավար է կարգվել կեղծ հեղափոխության բերումով, որովհետև կեղտոտ գործ կար անելու, ընտրեցին ամենանենգ գործակալներին և ինչպես տեսնում եք, դրանք էլ դերակատարում են։ Լեգիտիմության սոսկալի խնդիրներ ունեցող անձնավորություն է սա, և թվում էր, թե այն ուժերը, որոնք պայքարում են Նիկոլ Փաշինյանի դեմ, առավոտից երեկո պիտի ի թիվս այլ հարցերի Փաշինյան Նիկոլի դեմը դնեին նաև սա, Արմեն Սարգսյանի հարցը և կեղծ հեղափոխության հարցը, բայց արի ու տես, այս մարդիկ և իրենց են ձեռ առել, և ժողովրդին են ձեռ առել։ Են մեկը ասում է մյուսին, թե դու ուժեղ տղա ես, սա արա, են մյուսն էլ դուրս է գալիս, ասում է, թե դու ուժեղ տղա ես, դու էլ սա արա։ Հարգելի քոչարյանականներ, հարգելի դաշնակ մաշնակներ, թե դուք ուժեղ տղա եք, դուրս եկեք խոսեք Արմեն Սարգսյանի ապօրինի նախագահ լինելուց։ Թե դուք ուժեղ տղա եք, խոսեք կեղծ հեղափոխությունից։ Են մեկը մյուսին արա է ասում, այն ասում է արա չի, արդեն գողական ես գնում, երաժշտական ես գնում, ես իմ ուր ես գնում։ Սամվել Կարապետյանի հետևորդներ, թե դուք ուժեղ տղեկ եք, դուրս եկեք և խոսեք են ռազմական հանցագործություններից, որ տեղի է ունեցել 2020 թվականի 44 օրյա պատերազմի ընթացքում։ Բարձրացրեք դուք ձեր մեդիաներով այն հարցերը, թե օրինակ, ինչու է խախտվել հոկտեմբերի 10-ի հրադադարը։ Բարձրացրեք այն հարցը, թե ինչպես է ստացվել, որ ամեն անգամ հրադադարի ռեալ հնարավորությունից առաջ կամ անմիջապես հետո Հայաստանի Հանրապետության զինված ուժերը խոցել Գյանջա քաղաքի բնակելի թաղամասերը, ինչ հարց են լուծել ստրատեգիական այդ խոցումներով։ Բարձրացրեք այն հարցը, թե ինչպես է ստացվել, թե դուք ուժեղ տղեկ եք, որ 2020 թվականի հոկտեմբերի 16-ին հանկարծ Նիկոլ Փաշինյանն ու Սերժ Սարգսյանը զուգահեռաբար սկսում են խոսել անջատում հանուն խաղաղության թեզից։ Բարձրացրեք այն հարցը, թե ինչպես է ստացվել, որ հեղափոխություն է տեղի ունեցել և Սերժ Սարգսյանի ամենավստահելի զինվորականներից մեկը դարձել է գենշտաբի պետ։ Ամենավստահելի զինվորականներից մեկը դարձել է գործիչներից մեկը դարձել է պաշտպանության նախարար։ Բարձրացրեք այդ հարցերը։ Եթե դուք ուզում եք Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթել, եթե ձեր նպատակը դա է, դուք պիտի Նիկոլ Փաշինյանին առաջին հերթին հաղթեք խոսքով։ Իսկ խոսքով հաղթելու համար դուք պիտի այս շատ կնճռոտ հարցերը դնեք Փաշինյան Նիկոլի դեմը։ Բայց դուք գիտեք, այս ողբերգության ֆոնին, եթե նորմալ պայմաններ լիներ, լհեջ, բայց այս ողբերգության ֆոնին ձեր կողմից իրականացրած խոսույթը ձեր և Փաշինյան Նիկոլի այսքան հանցագործությունների մեջ ձեր խոսքը մեկը մյուսի չեմ ուզում կոպիտ արտահայտվել, բայց նման է սովորական լակոտության։ Եթե այսպես շարունակվեց, վաղը մյուս օրը մեկը մյուսիդ չելենջ եք անելու, թե դու ուժեղ տղա ես, կարող ես այսքան ժամանակ հարաբերություն ունենալ այսքան կնոջ հետ։ Հաշվի առնելով ձեր արդեն հրապարակային խոսքը, դա լրիվ սպասելի է։
Եթե ուզում եք, ելի եմ ասում, Փաշինյան Նիկոլին հաղթել ընտրություններում, դուք պիտի Փաշինյան Նիկոլին հաղթեք խոսքով առաջին հերթին։ Դա անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայմանն է։ Բայց դատելով արդեն երկար ամիսներ եւ երկար տարիներ Հայաստանի այսպես կոչված ընդդիմության եւ իշխանության միջև փոխհարաձգություններից գալիս ենք հստակ այն եզրակացության, որ ընդգծված են հարցեր, որի մասին կարելի է խոսել, ընդգծված են հարցեր, որի մասին խոսելը արգելվում է։ Եվ եթե այդպես է, հետեւաբար ճիշտ է այն պնդումները, որ բոլորդ գտնվում եք մեկ ափսեի մեջ եւ սպասարկում եք մեկ օրակարգը՝ Հայաստանի Հանրապետությունը վարի տալը։ Եվ երբ որ նայում են նաեւ ձեր մեջ ընդգրկված մարդկանց ֆինանսական վիճակին, ֆինանսական շարժին, այդ պնդումը ավելի է հաստատվում, որ դուք գտնվում եք մեկ կաթսայի մեջ եւ ձեր նպատակն է ժողովրդին մոլորեցնելով ընդհանրապես բաժանել ինչ-որ քվոտաներ, շարունակելով սպասարկել միևնույն օրակարգը։ Ինչպես կարող է Փաշինյան Նիկոլը ունենալ այսպիսի խոցելի տեղեր եւ գլխավոր այսպես կոչված ընդդիմադիր ուժերից որևէ մեկը այդ խնդրին չանդրադառնա։ Պարոն Ռոբերտ Քոչարյան, վաղը մյուս օրը եթե դուք գնաք դեբատների Փաշինյան Նիկոլի հետ, Փաշինյան Նիկոլին հարց տալու ես, թե ինչպես ստացվեց, որ հեղափոխություն արեցիր, բայց ազգային անվտանգության ծառայության գործակալին նշանակեցիր քեզ տեղակալ։ Այդ հարցը տալու եք, թե չեք տալու։ Իսկ մինչև այդ հարցը դուք կտակ կարելի է իմանալ, ինչպես է լինում, որ մի կողմից դուք հանդես եք գալիս որպես ընդդիմադիր քաղաքական ուժ, մյուս կողմից ձեր թիմակիցներից Արմենչիկ Գևորգյանը հանգիստ իր բիզնես գործունեությունն է ծավալում Սերգեյ Բագրատյանի հետ։ Կարելի է դա իմանալ, պարոն Ռոբերտ Քոչարյան։ Ամեն պատե անպատե առիթով Բագրատ Միքոյանը ձեր գրասենյակի ղեկավարը պիտի վերջը խոսի, թե չպիտի խոսի։ Դե մենք պիտի խոսենք, մենք պիտի զրկանքներ կրենք, դուք եւ ձեր թիմակիցներ պիտի ծլեք, ծաղկեք եւ բարգավաճեք։ Պարոն Սամվել Կարապետյան, դուք խոսում եք ի պաշտպանություն եկեղեցու, մի 10 րոպե խոսեցիք կամ 2 րոպե եւ ձեզ այս շինցու գործը ոչ թե սա այս գործն է շինցու, այլ շինցու գործը իր հերթին շինցու է, դա արդեն պարզ երևում է։ Պարզ երևում է, որ շինցու գործն էլ է շինցու։ Բա Գագիկ Ծառուկյանի իրականացրածի մասին ձեր թիմակիցները պիտի չխոսեն, ոչ պակաս վնաս է տալիս Գագիկ Ծառուկյանը հայ առաքելական եկեղեցում, քան այն ինչ անում էր Փաշինյան Նիկոլը։ Ինչ եղավ այս թեման։ Պարոն Գագիկ Ծառուկյան, դուք ընդդիմադիր եք։ Երբ եք դարձել ընդդիմադիր։ Հետաքրքիր է, երբ դուք դարձել։ Ընդհանրապես, երբ ինչ որ մի միլիարդատեր դուրս է գալիս, եւ ռեժիմին հակառակ դիրքերից է խոսում, դա առաջացնում է ուղղակի ծիծաղ է առաջացնում մարդու մոտ, էլի։ Մեծ ծիծաղ է առաջացնում։ Պարոն Գագիկ Ծառուկյան, Պապիկյան Սուրիկի հարսանիքը պատերազմից անմիջապես հետո ձեր փարավոն ռեստորանում ինչ է արժեցել։ Հետաքրքիր է։ Ինչ է արժեցել։ Եվ ողբերգությունից անմիջապես հետո ողբերգության ճարտարապետները այսպես մեծ շքով նշում են իրենց ինչ որ արարողություն, դա բարոյական նորմերի մեջ մտնում է։ Հետաքրքիր է, ով է ձեզ ասել, ով է գլխի գցել ձեզ, որ դուք պիտի ի հեճուկս առաքելական եկեղեցու բարձր դասի հայտարարությունների տեղադրեք տիրոջ արձանը։ Սա ինչ ծրագիր է, ինչ է այն հետապնդում, եթե ոչ զերոյացնել կամ մոտիկացնել զերոյի առաքելական եկեղեցու հեղինակությունը այս տարածքում։ Հայաստանի Հանրապետության տարածքում կան դիրքեր, որտեղ հայ զինվորը հասնում է իրեն ծառայության վայր անցնելով ադրբեջանական զննության միջոցով։ Այս հարցը պիտի տրվի Փաշինյան Նիկոլին, թե պիտի չտրվի։
թե դուք պիտի շարունակեք ասել, թե ուժեղ ես մոստ իջի, թե դու ուժեղ ես կարկանդակ կեր, թե դու ուժեղ ես այսինչ բանաստեղծությունը անգիրասա եւ այսպես շարունակ։ Մենք մեր դպրոցական տարիներին հիշում եմ 7-րդ, 8-րդ դասարանն այդ մեր դպրոցի հետևի մասում հիշում եմ, երբ որ նոր պատանիները սկսում են կայանալ, շատ դեպքերում մեկը մյուսի հաշվին, հա, կիսաքրյական բարքերով ապրող շատ պատանիներ, հա, դուք նման եք այդ լակոտ լուկուտներին, 7-րդ, 8-րդ դասարանի, դուք բոլոր եք նման եք այդ լակոտ լուկուտներին, դուք ուղղակի ամոթ չունեք, ուղղակի դուք չեք հասկանում, թե ձեր գործունեությունը, ձեր խոսքը ինչպես է ազդում ժողովրդի վրա, չեք հասկանում։ Հայ զինվորը հասնում է իրեն վստահված դիրքեր անցնելով ադրբեջանական զննության միջով։ Այս հարցի վերաբերյալ պիտի լսումներ կազմակերպվեին ազգային ժողովում, պիտի այս հարցի վերաբերյալ ընդդիմադիրները իրենց պատռեին ազգային ժողովում, բայց ինչու չեն խոսում։ Այդ մի լրագրող էլ կա ասում է, այս հարցը օրակարգային է դարձրել Տիգրան Աբրահամյանը։ Առանց ամոթ ունենալու, վաղը մյուս օրը դուրս կգան, կասեն այս $800 միլիոն վարկերը, որ Փաշինյան Նիկոլը ջրել է, այդ հարցն էլ է բան սարքել, օրակարգային սարքել ազգային ժողովում Տարոն Մարգարյանը կամ Արմեն Գևորգյանը։ Մեկը պիտի լինի ձեզանից հարցնի, թե ինչպես է ստացվել, որ ողջ կյանքդ պայքարել ես այսպես կոչված նախկին թալանչիների դեմ, նախկին թալանչիների վարկերը դու հեչ ես արել։ Մեկը պիտի լինի այդ հարցը տա, պարոն Ռոբերտ Քոչարյան, թե պիտի չտան այս հարցերը։ Ձեր ենթակայության կամ վերահսկողության կամ ձեր կոմպանյոնները, լավ այսպես ասենք, պիտի տան այս հարցերը, ձեր զավակը պիտի տա այս հարցը, Հայաստանի Հանրապետության քաղաքացին ում վարկերն է փակում, օրինակ իրավունք ունի իմանալու, Հայաստանի Հանրապետության քաղաքացին փակում է Ստեփանակերտի ուսուցչուհու կամ ուսուցչի վարկերը, թե ասեք ինչ-որ մի միլիարդատերի վարկ, պիտի այս հարցերի պատասխան հարցերը հնչեն և պատասխան ստանան, թե չէ, չի կարելի այս հարցերի վերը, բա որ չի կարելի, դուք ոնց եք պայքարում Նիկոլ Փաշինյանին դեմ, հետաքրքիր է, ոնց եք պայքարում դուք Նիկոլ Փաշինյանի դեմ, դուք ինչքան պայքարում եք Նիկոլ Փաշինյանի դեմ, այդքան ծլում եք, ծաղկում եք և բարգավաճում եք, Եվ շարունակում եք մոլորեցնել մարդկանց, բայց որը հես է, մենք կգանք իշխանության, ամեն ինչը կփոխվի, բայց դուք ուժեղ տղա եք բոլորդ, ուժեղ տղա պիտի լինի մարդը, որ կարողանա մի կողմից բանակցել հողերը հանձնելու վերաբերյալ, մյուս կողմից Հայաստանի Հանրապետությունում գեներացնել հող հանձնողին հողին կհանձնենք Պիտի իշքան ուժեղ պիտի լինես, որ այսպիսի ամորալություն իրականացնես։ Ուժեղ տղա պիտի լինես, որ մի կողմից ասես հող հանձնողին հողին կհանձնենք, մյուս կողմից 50,000 հատ մոտավորապես զինվորական գրքույկներ։ 11-ից 19 թվականներին 50,000 պատանի երիտասարդ է ազատվել, վստահ եմ այդ 50,000-ի ճնշող մեծամասնությունը ուղղակի վաճառվել են զինվորական գրքույկները, բայց ուժեղ տղա պիտի լինես, որ այսպիսի համակարգ ձևավորես։ Եվ երբ այլևս հնարավորություն չլինի 16 թվականի ՊՊՑ գունդը գնդի այդ ավանտյուրան Սարգիս Իմիջայլոց դաշնակ մաշնակներ 16 թվականի մասին ինչու չեք խոսում։ Ինչու չեք խոսում։ Մերել տուն, հարստիկ տուն հաչում եք իմ մասին։ Վերջերս էլ Գյումրիում էիք բան եղել, ոգևորվել 16 թվականի ՊՊՑ գնդի գրավման ավանտյուրան չպիտի դրա մասին խոսվի, թե ինչպես դուք ասում եք, պետք չէ փորփրել պատմությունը։ Մենք ոչ ենք ասում, եկեք փորփրենք, երեմ ասում, Վասակսյունին բան էր, դավաճան էր, թե հերոս էր։ Չէ, մենք ասում ենք, եկեք քննարկենք մեր այսօրվա օրը։
Բայց դուք չեք կարող դա քննարկել, որովհետև դուք գտնվում եք ձեր այն ռեժիմի ենթակայության տակ, որի դեմ իբրև թե դուք պայքարում եք։ Որի դեմ իբրև թե դուք պայքարում եք։ Ամեն անգամ Ալիևը ասում, երբ բանը գալիս հասնում էր հողերը հանձնելու, Հայաստանի Հանրապետությունում ինչ-որ դեպքեր էին տեղի ունենում։ Ամեն օր դուք ցիտում եք Ալիևին, ամեն օր։ Բայց մեջբերումը ինչու եք շրջանցում։ Մեկ ասում է գունդ էին գրավում, մեկ ասում է հեղափոխություններ տեղի ունենում։ Բայց ինչու չեք անդրադառնում այս թեմային։ Իմիջայլոց Բիլյան Արմենը մեռավ ասելով, մեռավ ներկայացնելով, թե ինչպես է Սերժիկ Սարգսյանը իր ԱԱԾ-ի հետ կազմակերպել այդ ավանտյուրան։ Պավլիկ Մանուկյանն է խոսում դրա մասին։ Պավլիկ Մանուկյանն էր խոսում դրա մասին։ Ինչ կապ է ունեցել ՊՊՑ գունդը, օրինակ Արցախյան հիմնարարցի հետ, ով է կազմակերպել, ինչպես է դա տեղի ունեցել։ Ինչու է Սերժ Սարգսյանը հուլիս ամսին հասել Արցախ հողերի հանձնման թեման քննարկելու համար զուգահեռաբար Հայաստանի Հանրապետությունից ուղարկվել են մարդիկ, վստահաբար դրան շնչող մեծամասնությունը էլի ազգային անվտանգության ծառայության վերահսկողության տակ գործակալներ, ովքեր Շուշիում ստորագրել են Շուշիի դեկլարացիա։ Էս ինչ խաղ է եղել։ Ու հետո մեկ օր հետո, 1-2 օր հետո ՊՊՑ գնդի գրավում։ Եվ այդ ամենը ձգել են, մինչև հասցրել են իշխանության բերել Փաշինյան Նիկոլին Թավշյա ոչ բռնի, բայց դուք այս մասին մի խոսեք, դուք խոսեք վարկերից, դուք խոսեք հարկային արտոնություններից, այս մասին խոսեք դուք, չի կարելի այդ թեմաներով խոսել, որովհետև դուք շատ ուժեղ տղա եք, շատ ուժեղ, դուք նման եք, էլի եմ ասում, այն 7-8 դասարանի լակոտ լուկուտներին, որոնք նոր սկսում են կայանալ, սրա նրա հաշվին։ Եվ ժամանակը անցնում է, ու այդ ժամանակը ձեր ողբերգությունը նրանում է, որ ժամանակը անցել է ձեր կողքով։ Դուք ձեր մազերը սպիտակեցրել եք, բայց մնացել եք նույն տարիքին։ Ողբամ ձեզ, ողբամ այն պետությունը, այն ազգը, որի ճակատագիրը կախված է ձեզ նմանների որոշումներից։ Երանի այն օրը, երբ հայը կազատվի հայից, դա Աստված, հային հայից հայը ազատի, իսկ եթե ոչ թող օտարը ազատի, և թող օրհնվի այն օրը, երբ հայը կազատվի հայից, ես ձեր տիրոջ մերը,